Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Միթե չես ճանաչում։ Ես քո քույրն եմ։ Ես քո քույրն եմ, Կատալինան։ Դե լավ, միթե չգիտես ով եմ ես։ Ոչ, նորից ոչ։ Հանգստացիր, Ալեքսանդրա, հիշիր թե ինչ էի քեզ ասում, նա քեզ չի վնասի, հանգստացիր։ Ոչ, նորից ոչ։ Իսկ ինչու ես եկել այստեղ, քեզ ով է այստեղ բերել։ Չես տեսնում, որ քո ներկայությունից նայրեն վատ ես զգում։ Լսիր, թող ինձ բաց թող, այլապես կխփեմ քեզ, քաշիր ձեռքերդ։ Նա իմ սիրելի քույրիկն է, Ալեքսանդրան իմ քույրն է, հասկանում ես, եւ նա իմ դեմ ոչ մի բան չի անի, եղավ։ Դե քույրիկս, արի ինձ մոտ։ Թող գրկեմ քեզ քույրիկս։ Սիրելիս, խնդրում եմ։ Հիշում ես, երբ փոքր էինք, թաքնվում էինք կնքամորից, խոհանոցի լվացարանի ետևում։ Այդ ես եմ։ Ախր ես միշտ քեզ հետ եմ եղել քույրիկս, միշտ օգնել եմ քեզ, խնդրում եմ։ Հնարավորություն տուր ինձ, խնդրում եմ։ Գնացեք այստեղից։ Ինչպես է այստեղ եկել։ Եվս մեկ հաղորդագրություն վանականից, դա ինչ-որ կապ ունի քեզ հետ դեմ առ դեմ դուրս գալու հետ։ Այո, նման մի բան, բանն այն է, որ մի բան կար, որը ես հաշվի չէի առել, ես պետք է գնամ։ Ոչ, սպասիր, ես կարողանում եմ խաղաթղթերով գուշակություն անել, ես կօգնեմ քեզ, կարծում եմ, եթե ես ու դու մի թիմ դառնանք, մենք շատ բաների կարող ենք հասնել։ Այո, իհարկե, բայց մի ուրիշ անգամ, ես հիմա զբաղված եմ, պետք է գնամ։ Ոչ, Աուրելիո, լսիր, իսկապես դու ավելի շատ տեղեկություն կունենաս, եթե ես ու դու մի թիմից լինենք, լսիր, միգուցե չես հավատում ինձ, բայց ես օժտված եմ։ Իհարկե, ես դրանում ոչ մի կասկած չունեմ, բայց հիմա պետք է գնամ։ Այնպես որ խնդրում եմ իմ փոխարեն, առայժմ ասա մյուսներին։ Այս մարդը ինձ խենթացնում է։ Նա իմը պետք է դառնա, իմը։ Ինչ է դա նշանակում, Գրեգորիա։ Դու երեխա ես սպասում։ Աստված իմ, ասա որ դա ճիշտ չէ, աղջիկս, ասա որ դա ճիշտ չէ։ Դա անհնար է։ Մի բարկացիր, հայրիկ, ես քեզ չեմ ստել, ես չէի ուզում, բայց այնպես ստացվեց, որ ես պատրաստվում եմ երեխա ունենալ։ Ոչ, դա չի կարող ճիշտ լինել, ասեք, որ դա այս աղջկա երևակայության արդյունքն է։ Դա ճիշտ է, ես փորձում էի ասել քեզ, իմ խոսակցության պատճառը դա էր։ Հիմա տեսնում ես, թե որքան բարդուխը ճճված է ամեն ինչ տոնի։ Երդվում եմ, հայրիկ, ես փորձում եմ խուսափել դրանից։ Ինչպես։ Ուրեմն ինչ եղավ, ինչպես պատահեց դա գրողը տանի։ Ես ոչինչ չէի կարող անել, հայրիկ։ Անպատասխանատու, հիմար։ Ես ասել էի քեզ, որ հոգ տանես քրոջդ մասին։ Դու պետք է գոյիտային պաշտպանել այդ հիմարից։ Անիծվի այն օրը, երբ նա ոտք դրեց այս տուն։ Հայրիկ, մի բարկացիր, որովհետև դու ինձ վախեցնում ես։ Ես կկործանեմ նրա կյանքը։ Ես կսպանեմ նրան, նույնիսկ եթե դա վերջին բանը լինի, որ անեմ կյանքում։ Խնդրում եմ, Լեոն, թույլ տուր մի քիչ նրա հետ մնամ։ Ալեքսանդրա, քույրիկս, Ալեքս։ Ոչ, ասա նրան թող հեռանա այստեղից, դուրս արեք նրան այստեղից, նա Կատալինան չէ, նրանք նորից փոխվել են, ոչ բժիշկ նա չէ, նրանք նորից տեղերով փոխվել են բժիշկ։ Հանգիստ, դա ճիշտ է օրյորդ, դուք Անաստասիան եք։ Այո, բանն այն է, որ ես պետք է տեսնեի նրան, պետք է համոզվեի, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է քույրիկս։ Ես ատում եմ քեզ, Անաստասիա, ատում եմ քեզ։ Նա էր միշտ ուզում, որ տեղերով փոխվենք, իսկ ես երբեք չեմ ցանկացել։ Ես ատում եմ քեզ, Անաստասիա, մահու չափ ատում եմ քեզ։ Ցուցահանդեսի ժամանակ դու պետք է լինեիր, այլ ոչ թե ես։ Հանգիստ, Ալեքսանդրա, դա քեզ համար լավ չէ, խնդրում եմ։ Ոչ, քույրիկս։ Ներիր ինձ, խնդրում եմ, ներիր քույրիկս։ Ես չգիտեի, որ նման բան էր պատահելու, խնդրում եմ, ներիր ինձ քույրիկս։ Դա արդեն չափազանց է, գնանք։ Ես ատում եմ քեզ, Անաստասիա, ատում եմ քեզ։ Հանգիստ։ Լեոն, իմ քույրը։
Ինչ է այստեղ կատարվում, այդ ով է գորգորում։ Սա արդեն չափազանց է։ Ահա որ է։ Ուրիշ էլ ինչ կարող ես ասել, եթե ամեն ինչ վատ է։ Բայց թույլ տուր, որ Գրեգորյան խոսի։ Իսկ դու սիրելիս մի վախեցիր հայրիկիցդ։ Նա էլ է քեզ պես վախեցած, նա էլ է անհանգստանում, բայց ոչ մի վատ բան չի պատահի քո կամ Մակոյի հետ։ Իսկ Պիայի ոչ էլ նրա հետ։ Լավ Յոլանդա, եթե այդպես ես ասում, ես կխոսեմ, որովհետև ես մեծ աղջիկ եմ եւ ուզում եմ, որ դուք վերջապես հասկանաք, որ ես էլ եմ ուզում նորմալ մարդ լինել։ Ես էլ եմ ուզում բոլոր մարդկանց նման երջանիկ լինել։ Ինչ վատ բան կա դրանում։ Ինչու չեք ուզում, որ ես էլ կին լինեմ։ Ես ուզում եմ նրանց նման ապրել, ուզում եմ սիրել, ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Ահա թե որն է պատճառը, որ ես նման բան եմ արել, որովհետև ես ամենից շատ ուզում եի, որ դու տեսնես, որ կարող եմ նորմալ կին լինել, հայրիկ, որ այն աղջիկը, որ իմ մեջ էր արդեն մեծացել է եւ կարող է լիարժեք ու հասուն կին լինել։ Դրանում ինչ վատ բան կա, հայրիկ։ Ինչպես կարող էր նման բան անել։ Ինչու էր տեղերով փոխվել նրա հետ։ Ես գիտեմ Կատալինայի դեպքում ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Ես նրան ասացի, որ Կլաուդիայի հետ տանը մն այնպես, որ ոչ ոք ոչինչ չնկատի, իսկ ես եկա, որ Ալեքսանդրային տեսնեմ։ Ես ուզում եմ տեսնել նրան։ Բայց դու մոռացել ես, որ նա շատ լավ կարող է զգալ ձեր տարբերությունը, չէ՞ որ դուք եռյակ եք։ Այո։ Մենք երեք քույր ենք եւ իրար շատ ենք սիրում։ Դրա համար էլ ուզում եմ, որ դու ինձ տուն տանես, ինձ ոչ Օվիդիոն է հետաքրքրում, ոչ էլ այդ բժիշկը։ Ես պարզապես ուզում եմ խոսել Ալեքսի հետ։ Բայց դա անհնար է, Անաստասիա։ Լսեցի՞ր, մենք ուզում ենք խուսափել դրանից։ Ոչ, պարոն։ Երևի այդ մտքերը նրա գլուխը Օվիդիոն է լցրել, որովհետև երբ փոքր երեխաներ էինք, երբ ես վերցնում էի նրա տիկնիկը, նա շատ էր բարկանում ու սկսում էր ինձ խփել, հասկանում ես։ Իսկ հետո ծիծաղում էինք ու հաշտվում։ Շարունակում էինք երջանիկ խաղալ ու ձևացնել, թե բարկացած ենք Կատայի վրա։ Մենք միշտ միասին ենք եղել։ Լսիր, սպասիր, հանգստացիր։ Հանգստացիր, Անաստասիա, խնդրում եմ։ Դուք փոքր աղջիկներ չեք։ Խոսքը տիկնիկների մասին չի գնում։ Ալեքսանդրան, վրդոված է։ Նա որ բարկացած է, այդ ամենը մոռանալու համար ժամանակ է հարկավոր, որ հասկանում ես։ Ոչ, Լեոն։ Նա չի կարող ատել ինձ։ Լավ, արի այստեղ։ Դա ճիշտ չէ, Լեոն։ Ես սիրահարված եմ, բայց ես կմոռանամ այդ մասին։ Որովհետև ուզում եմ, որ Պիան էլ երջանիկ լինի, որովհետև նա էլ է Մակոյին սիրում։ Այդ ինչ ես ասում, Գրեգորիա։ Դա ճիշտ է, Պիա։ Կարող եմ իմանալ, թե ինչ եք գտել այդ անտաշի մեջ։ Հայրիկ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ վերջացած է։ Ինչպես թե վերջացած է, ինչպես թե ամեն ինչ վերջացած է, եթե դու լաց լինելու համար այն տուններ ես փնտրում։ Յոլանդա, Աստված մի բորբոքիր կրակը, հիմա ամենակարևորը Գոյիտան է, ոչ թե ես։ Իհարկե դու էլ ես կարևոր, դե իհարկե։ Մինչև երբ ես թաքցնելու զգացմունքներդ, աղջիկս։ Եթե անկեղծորեն զրուցում ենք, ուրեմն ամեն ինչ միանգամից ասա։ Ուրեմն այդ սրիկան այնպես է արել, որ դուք երկուսով սիրահարվեք նրան։ Ոչ, հայրիկ, դա պարզապես պատահականություն էր։ Այո, պատահականություն։ Հիմա արդեն բոլորն այստեղ են։ Մենք այս հարցը կպարզաբանենք առանց ինչ-որ բան թաքցնելու։ Դե շատ շուտով այստեղ մի հուշատախտակ կանգնեցնենք, որտեղ գրված կլինի մահացել է Մանուել Կոլոնը, հայտնի Մակո անունով։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարողացար որպես Կատալինա ներկայանալ, բացի այդ թաքնվելի մեքենայի մեջ։ Լսիր, Լեոն, ես
Ես հասկանում եմ, որ դու քույրերիդ հետ այնքան էլ մոտ չես, բայց ինչ վերաբերում է ինձ, ես իմ քույրերի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Դե նրանք էլ ինձ համար են ամեն ինչի պատրաստ։ Դե լավ, վերջ, գնացինք։ Ոչ, պարոն, մենք ոչ միտեղ չենք գնա, Լեոն։ Դու հենց հիմա ինձ կասես, թե ինչ ես լցրել քրոջս գլուխը։ Անաստասիա, խնդրում եմ, ինչ ես ասում։ Չեմ հավատում, որ այն կինը իմ քույրն է։ Չեմ հավատում։ Որովհետև շատ դժվար է հավատալ, Լեոն, որ նա կարող է ինձ ատել։ Բայց ես ինչ կարող եմ անել։ Ալեքսանդրը նահավոր պահեր է ապրել։ Մենք անգամ չենք կարող պատկերացնել, թե նա ինչերի միջով է անցել։ Բնական է, որ այդ ամենը փոխել է նրա կյանքը, Անաստասիա։ Պատկերացրու, որ միայն տեսնելով նա ատում է ինձ։ Ինչ կլինի, երբ ասեմ, որ Աուրելիոն ու ես Ոչ, ավելի լավ է, ես ոչինչ էլ չեմ ասի, նա փայտով կհարձակվի ինձ վրա։ Անաստասիա, դու պետք է հասկանաս, որ Ալեքսանդրան բարկացած է այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել նրա հետ, եւ նա ասում է, որ դրանում քո մեղավորությունն է։ Ոչ, Լեոն, դա այդպես չէ։ Իսկ Օվիդիոն? Օվիդիոն այստեղ ինչ է անում։ Ինչ կապ ունի Օվիդիոն այս ամենի հետ։ Ասա ինձ, նա ինչու է այստեղ։ Դա երկար պատմություն է։ Ավելի լավ է գնանք եւ ես ճանապարհին քեզ ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Սրիկա, ինչպես ես համարձակվել այնպես անել, որ իմ երկու դստրերն էլ սիրահարվեն քեզ, դու խելագար ես ինչ է։ Մի րոպե, ամեն ինչ այդքան սև ու սպիտակ չէ։ Դրանում կան նաեւ մոխրագույնի հետքեր, հասկանում եք։ Դա այո, իմ ու Պիերի մեջ ինչ-որ բան եղել է, բայց դա մի հարաբերություն է, որը լինում է տղամարդու եւ գեղեցիկ կնոջ միջև, հասկանում եք, բայց իրականում ես Գրեգորիային եմ սիրում։ Եվ դա լավ պատճառ էր, որ նրան հղիացնեիր կենդանի։ Ոչ, հայրիկ, ոչ։ Մի խփեք ինձ, ես երեխան չեմ, ես այստեղ եմ եկել, որ պատասխան տամ արածիս համար, որովհետև չեմ ուզում խուսափել պատասխանատվությունից, որովհետև ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ եմ արել։ Սրիկա, Լսիր, Մակո, մի խփիր նրան, որովհետև նա իմ հայրն է եւ ես սիրում եմ ձեզ երկուսիդ էլ։ Խնդրում եմ։ Ուրեմն հարգեք ինձ լավ, որովհետև այն ժամանակ երբ ես Պիայի հետ էի, ես չգիտեի, թե Գրեգորիայի հանդեպ ինչ եմ զգում, հասկանում եք, որովհետև սկզբում ես խնդիրներ ունեի, որովհետև այդքան հեշտ բան չէր ընդունել, որ դու սիրահարված ես մի կնոջ, ավելի ճիշտ մի յուրահատուկ կնոջ, բայց հիմա 100% վստահ եմ, որ սիրում եմ նրան։ Ես գիտեմ, որ բոլորն այստեղ կարծում են, որ մենք կհանձնում ենք, բայց հավատացած եղեք, մենք հաղթելու ենք։ Հասկացաք, մենք հաղթելու ենք։ Գործը այսպես է, Քերի Ֆակունդո։ Մանական հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ ասում էր, որ այսօր մենք դեմ առ դեմ կհանդիպենք։ եւ դու պարզեցիր ով է նա, տեսար նրան։ Ոչ, մենք հանդիպեցինք, սակայն չխոսեցինք։ Օրինակ, այսօր ես տեսա Օվիդիոին ու մենք դեմ առ դեմ խոսեցինք։ Ինչ ասացիր, Սրիկա, պատասխանիր։ Հետո ես հանդիպեցի Նիկոլասին։ Ես անցնում այգու միջով ու տեսա, որ նա կռվում էր Յադիրայի հետ։ Ես նրան էլ դեմ առ դեմ տեսա։ Լսիր, օրեղբայր, դու մի խանգիր։ Ես վերջապես հանդիպեցի Լեոնին։ Նա աստիճաններով ցած էր իջնում եւ սրահում մենք դեմ առ դեմ հանդիպեցինք։ Մի հարց պետք է տամ Լեոնին։ Ինչու Ալեքսանդրն իրեն այդպես պահում։ Ալեքսանդրն տարակում է, որովհետև դու նրան չես սիրում։ Որովհետև նա քեզ հետ չէ։ Որովհետև դու մերժեցիր նրան ու նա խնդրեցիր Անաստասիային։ Բայց նրան չես կարող երջանք ասել։ Աուրելիո, ինչու ես երեքի մասին խոսում, երբ ասում ես, որ բանականը մի հոգի է։ Օվիդիո, հանգստացիր, հանգիստ, ամեն ինչ չի կարող քո ուզածով լինել։ Դրա համար քեզ մի տանջիր, ինչ կարող էիր արդեն արել ես նրա համար։ Բայց ինչպես կարող եմ հանգստանալ, միթե չես տեսնում, որ ես սխալ եմ գործել։ Միթե չես տեսնում, որ իմ մեղքով է։ Դա տրամաբանական է, հասկանում ես։ Անաստասիան պատրաստ է ամեն ինչի, միայն թե տեսնի քրոջը, ես նրան լավ եմ ճանաչում։ Լսիր, ուրեմն մենք բոլորս էլ սխալվել ենք։ Լեոնն ասաց, որ կարող ենք նրան այստեղ բերել եւ մեզ թվաց, թե դա լավ գաղափար է։ Այնպես որ զուր տեղը մի տանջիր, քեզ հանգստացիր։ Գիտես հիմա ինչ կլինի, բոլորը կիմանան այդ մասին, իսկ դա լավ չի անդրադառնա Ալեքսանդրայի վրա։
Ճիշտ է, ես քեզ հետ համաձայն եմ։ Կարծում եմ, որ Ալեքսանդրայի համար լավ չի լինի ցանկացած այցելություն, եւ կարծում եմ, որ լավ չի լինի, եթե ընտանիքի անդամները գան այստեղ, բայց դու պետք է հասկանաս, որ Անաստասիան վաղ թե ուշ կգտնի քրոջը։ Իսկ հիմա ինչ եմ անելու։ Դե նախ եւ առաջ հանգստացիր։ Ես հիմա կմերսեմ քեզ, թող գիշերն անցնի, առավոտյան մի բան կմտածենք։ Esperaremos que pase la noche y bueno, mañana veremos qué podemos hacer. Մի խփիր Մակոին, հայրիկ։ Տուր ինձ ձեռնափայտդ, ես այն հետո կտամ քեզ։ Յոլանդա, տար այստեղից Գրեգորիային եւ Պիային, ես ուզում եմ խոսել այս պարոնի հետ։ Գնանք Գոյիտա։ Ոչ, ես չեմ պատրաստվում գնալ, որովհետև ես Մակոին բան ունեմ ասելու։ Թույլ տուր, որ նա խոսի, հայրիկ, մենք բոլորս նրա համար ենք այստեղ, այնպես չէ, նրա երջանկության համար։ Լավ աղջիկս, խոսիր, բայց հետո կգաս, լավ։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու երջանկացրել ես ինձ Մակո։ Եվ ես կարծում եմ, որ այն մարդը, որ կարողանում է ծիծաղեցնել ինձ, չի կարող վատը լինել։ Բայց մինչ ես այստեղ ծիծաղում էի, քույրս այնտեղ լաց էր լինում։ Բայց ոչ, իմ Գոյիտա ոչ։ Նման բան մի ասա, որովհետև դա չափազանց վատ է ինձ համար։ Գիտես ինչ, Մակո։ Պիան իր մասին չի մտածել, նա միայն իմ մասին էր հոգ տանում։ Իսկ ես չեմ ուզում, որ նա տառապի։ Ես քեզ չեմ ների, որովհետև դու այնպես ես արել, որ նա լաց լինի։ Ես այլևս չեմ ուզում քեզ տեսնել։ Այո, ես ճիշտ եմ։ Նա մենակ է գործում։ Նա գործընկեր չունի։ Բայց ես մի բան չեմ կարողանում հասկանալ։ Ինչպես կարողացավ այնպես անել, որ ես բոլորի հետ հանդիպեմ, եւ այդ ամենը այնպես էր արել, ասես պատահականություն լիներ։ Լսիր, նորից ասա հերթով պատմիր, որովհետև ես ոչ մի բան չհասկացա։ Ինչպես է կարողացել իր զարմիկներին ստիպել օգնել իրեն, առանց ասելու, որ վանականը ինքն է։ Ինչու, ինչի համար։ Որովհետև նա գիտի, որ ես գիտեմ թե ով է նա։ Եվ այդ պատճառով էլ փորձում է թաքցնել ինքնությունը, հասկանում ես։ Գոյիտա, ես սիրում եմ քեզ։ Ես գիտեմ, որ Աստված կա։ Ես դա քո աչքերի մեջ եմ տեսնում։ Ինձանից մի խնդրի իմ երջանկությունը։ Ինձ դժոխք մի ուղարկիր։ Մակո, դու խաղացել ես եւ իմ եւ քրոջս զգացմունքների հետ։ Ինձ չի հետաքրքրում, թե ձեզ մոտ երբ է այդ ամենը վերջացել, առաջ թե հետո։ Դու ինձ այդ մասին չես ասել, դու ինձ խաբել ես, Մակո։ Ոչ։ Ես պարզապես ուզում եմ, որ դու ինձ բարկացած հայացքով չնայես, ինչպես հիմա ես նայում Գոյիտա։ Ես բարկացած չեմ, Մակո։ Պարզապես դա ինձ ցավ է պատճառում, որովհետև ես կարծում էի, որ միայն սովորական մարդիկ են այդպես վարվում, խաբում, դավաճանում ու ծաղրում մյուսների զգացմունքները։ Մակո, ես ու դու ուրիշ էինք։ Մենք հատուկ էինք։ Պարզվեց, որ դու սովորական մարդ ես, Մակո։ Շատ սովորական։ Գրեգորիա, գնա Յոլանդայի ու Պիայի հետ, ես քեզ հետ հետո կխոսեմ։ Աղջիկս, Գոյիտա, շնորհակալ եմ։ Երբեք չէի կարծի, որ դու այդքան լավ կարող ես իմ մասին արտահայտվել։ Բայց գիտես ինչ, դու չպետք է իմ պատճառով հրաժարվես քո երջանկությունից, ոչ մի դեպքում սիրելիս դա արդարացի չէ, հասկանում ես։ Բայց եթե դա քո երջանկության համար է, ես պետք է դա անեմ, Պիա։ Դու ինձ ամեն ինչ տվել ես։ Դու ամենալավին ես արժանի։ Փոքրիկս։
En estos expedientes faltan páginas. Páginas que alguno de ustedes agarró. Y si ambos están aquí, juntos con mis páginas, eso quiere decir que ya saben quién es el monje. 4 horas, Colón, para que te desaparezcas de mi familia. Si te llego a ver una vez más rondando por esta casa, puedes jurar que te mando preso y de allí no saldrás vivo. Así será, su señoría. Me iré y no volveré nunca más, oye. Para poder desenmascarar a ese desgraciado y que tú lo puedas meter preso. Sin las pruebas, sin las evidencias, no tenemos absolutamente nada. Sería solamente mi palabra contra la suya. Jefe, Aureliano tiene razón. No podemos irnos de bruces. Si no tiene prueba, no podemos hacer nada. ¿Y qué fue lo que pasó con las carpeticas esas? Ես երբեք քեզանից նման բան չէի սպասում, Աքվիլես, երբեք։ Ինչ ես անում այստեղ։ Եկել ես, որ ինձ նվաստացնես։ Եկել ես ասելու, որ ուրիշ կնոջ հետ ես ինձ դավաճանում, Աքվիլես։ Ոչ, բանն այն է, որ ես պահարանում որոշ իրեր եմ և եկել եմ, որ վերցնեմ դրանք։ Դե կարծում էի, որ… Պետք չէր այստեղ թաքուն գալ մեր ամուսնական կյանքին վերջ դնելու համար։ Քեզ քո իրերն են հարկավոր, ահա Աքվիլես։ Ահա քո իրերը։ Տար այդ իրերը քեզ հետ եղավ։ Բոլորը տար քեզ հետ։ Տար սրանք, տար ամեն ինչ, ջնջիր իմ կյանքից քո ներկայությունը, որովհետև դու երբեք իմ կյանքում գոյություն չես էլ ունեցել։ Դու միշտ բացակա ես եղել։ Տար ամեն ինչ, տար։ Ապրիր այնպես, ինչպես ուզում ես։ Ահա, վերցրու ճամպրուկդ։ Դիր դրա մեջ մեր ամուսնության 25 տարիները, Աքվիլես։ Մեր երկու երեխաների ծնունդը, մեր ցավերը, մեր դստեր, Մարիա Գրացիայի մահը։ Այդ ճամպրուկի մեջ դասավորիր մեր կյանքը, որ մենք միասին ենք անցկացրել, Աքվիլես, որովհետև ես չեմ կարող այդ ամենը տանել։ Si vas a poder con todo ese peso en la espalda, Aquiles, porque yo sí no puedo con esto. Ներս արի, Մայրիկ, ներս արի։ Ես քեզ էի սպասում, ուզում էի մի առաջարկություն անել։ Առաջարկություն։ Հուսով եմ դա այս մարդու սարսափելի առաջարկություններից չէ։ Այդ կինը ոչինչ էլ չի կարող ասել, որովհետև նա որոշել է տնից հեռանալ ու ամոթալի արկածներ որոնել։ Աստված եմ, վերջրեք վիրավորակներին։ Միթե ամուսիններ չեք։ Միթե Աստծու առջև երդում չեք տվել, որ միասին եք լինելու մինչև ձեր կյանքի վերջին օրերը։ Ու ապրելու եք համերաշխու, հասկանալու եք միմյանց։ Սանտիագո, ես արդեն վաղուց քո հորը չեմ հասկանում, իսկ հիմա իմ կյանքում հայտնվել է մի տղամարդ, որն իսկապես հարգում է ինձ։ Հասկանում ես։ Այո, բայց միշտ նույնիսկ զգացողությունները չունել այն ժամանակ, երբ ամուսնացար հայրիկի հետ։ Այդպես չէ, Մայրիկ։ Այդ պատճառով էլ ուզում եմ, որ երկուսով գնաք կորաջալ և ոսկերչական խանութով զբաղվեք։ Ինչ կա ծիծաղելու։ Ինչ պատահեց։ Ոչինչ, ծիծաղելին այն էր, որ փորձում ես հայրիկիս նմանվել։ Իմ կյանքը ես եմ դասավորում, բայց սա արդեն չափազանց է, Սանտիագո, որովհետև ես այս կնոջից ապահարզան եմ պահանջել։ Ոչ, բայց չի կարող պատահել։ Պետք է հնարավորություն տայր։ Ինչ ես կարող այդպես վարվել։ Մեր մեջ սեր չկա, Սանտիագո, այդ ամենը կեղծիք էր, և մենք պետք է վերջ տանք դրան։ Մենք երկուսս էլ պետք է նոր կյանք սկսենք, այո, ես ու հայրդ պատրաստվում ենք բաժանվել։
Սիրելիս, բայց Ստեֆանին իրեն վատ է զգում, այնպես չէ։ Նա շատ է տխրում, որովհետև Սանտիագոն շատ է սիրում։ Դե լավ Ռոզա, միայն թե չասես, որ դու ես ինձ մեղադրում, որ հետ եմ եկել իմ տուն եւ որ Ստեֆանին Սանտիագոյի մոտ չէ։ Դե ոչ, սիրելիս, քեզ ինչ եղավ, հանգստացիր, ես նման բան չասացի։ Լսիր, Վիոլետա, պարզապես ուզում եմ ասել, որ աղջիկը, դե նրա համար այնքան էլ հեշտ չէ, բայց նա չի մեղադրում քեզ։ Իսկ դու երեխայի պատճառով շատ զգայուն ես դարձել, այնպես չէ։ Դե լավ ընկերուհիս ներիր ինձ, բայց հիմա գլխումս խելք չի մնացել, լրիվ խելքս թռցրել եմ։ Ես չէի ուզում տնից հեռանալ, հասկանում ես, բայց ես շատ բարկացած էի։ Ինչու էր այդքան բարկացել։ Սանտիագոն այլևս առաջվանը չէ, իմ սիրած տղամարդն այլևս չի սիրում ինձ, ես բոլորովին նոր մարդ եմ դարձել եւ այդ ամենը միայն նրա համար, հասկանում ես, ես չեմ կարողանում ընդունել, որ այդ ամենից հետո նա հիմա ինձ բոլորովին այլ կերպ է վերաբերվում, ես դա չեմ կարող ընդունել, մայրիկ, չեմ կարող հանդուրժել, հասկանում ես ինձ, չեմ ուզում, չեմ կարող։ Դե ինչ։ Ես գնում եմ Գրեգորիա։ Ես այլևս այստեղ չեմ գալու։ Երբեք։ Դու չես պատրաստվում ինձ կանգնեցնել։ Ասա, որ չգնամ։ Խնդրում եմ Գոյիտա։ Ասա, որ չհեռանամ։ Ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալու։ Ուրիշ ելք չկա, Յոլանդա։ Գրեգորիան պետք է ազատվի այդ երեխայից։ Այդ երեխան չի կարող ծնվել։ Ոչ, այդպես մի գրքիր ինձ լավ Գոյիտա։ Սիրտս ցավում է։ Գնա Մակո։ Գրեգորիա, փոքրիկս, դու սխալ ես գործում։ Մակոն քո երջանկությունն է, Գոյիտա։ Ես չեմ կարող երջանիկ լինել, երբ դու տառապում ես պիա։ Թող Մակոն հեռանա, մենք երկուսով կդիմանանք այս ցավին, լաց կլինենք ու հոգիներս կթեթևացնենք։ Գոյիտա։ Ինձ մի հնարավորություն։ Ես ուզում եմ երջանկացնել քեզ։ Դու ինձ երեխա ես պարգևել, Մակո։ Դա է իմ ամենամեծ երջանկությունը։ Տեսնում ես պիա, հիմա ես քեզպես միայնակ մայր կլինեմ։ Ես չեմ կարող քեզ սիրել, Մակո։ Ես նախընտրում եմ մնալ իմ քույրիկի կողքին։ Երանի թե քեզ չսիրելու գոնե մի պատճառ ունենայի։ Գոնե մի պատճառ։ Անկեղծ եմ ասում։ That's all of it. Դե լավ, Ռոմելիա, ոչ։ Դաս մի լինի։ Ես ինձ վատ եմ զգում։ Դրա համար մենք ոչինչ չենք կարող անել։ Սերը ժամանակի հետ փոխվում է, հասկանում ես։ Գնա Աքվիլես, բավական է սիրտս խոցես։ Ինչ ես ուզում։ Ուզում ես այնպես անել, որ ավելի շատ տառապեմ։ Ես չեմ պատրաստվում խնդրել քեզ, որ այստեղ մնաս։ No voy a ser yo quien te ruegue. Որոշել ես լքել ինձ, հիանալի է, կարող ես գնալ։ Muy bien. Հեռացիր, գնա։
Ինչու պետք է այսպես լիներ։ Ես միշտ ազնիվ եմ եղել։ Կատարյալ ընտանիք եմ ունեցել։ Ամուսին, երեխաներ, լինելով Աքվիլեսի կինը, ես մոռացել էի ինքս ինձ։ Մտածում էի, որքան խելացի լինեմ, այնքան նա կհպարտանա ինձնով, իմ խելքով ու գեղեցկությամբ։ Ես երբեք երջանիկ չեմ եղել։ Բայց միշտ ցույց եմ տվել, թե անսահման երջանիկ եմ։ Բայց ինչու պետք է ամեն ինչ այսպես ավարտվեր։ Ինչու պետք է միայնակ մնայի։ Ինչու պետք է միայնակ մնայի։ Ոչ, մի բնդիր Սանտիագո, խնդրում եմ հասկացիր, այս հարցն այսպես չի լուծվի։ Ախր դու շատ նման ես տոնին, դու նույն տոնին ես։ Չեմ հասկանում ինչու ես ծաղում։ Տեսնում ես, որդիս, դու փորձում ես կարգավորել ուրիշների կյանքը։ Միթե չես տեսնում դա, կգա մի օր ու կտեսնես, որ ուրիշների կյանքին խառնվելը քեզ դժբախտություն է բերում։ Տեսնում ես, Սանտիագո, ես չեմ կարող վերադառնալ քո հոր մոտ, որովհետև նա խելագար է։ Տեսնում ես։ Ոչ, դա այդպես չէ, Ագրիպին, այդպես չէ։ Ոչ, ուրեմն ինչ է։ Բանն այն է, որ նա նույն պարոն տոնին է դարձել։ Երբ իմանաս, որդիս, թե հայրս ինչ է արել, որ քեզ դարձնի իր կրկնապատկերը, դու կատես ինքդ քեզ։ Դու կատես բոլորին, ինչպես հիմա ես եմ ատում։ Վերջ, Տեոբալդո, լսիր նման բան մի ասա, որդուս այդպիսի բաներ մի ասա, մի տանջիր նրան, եթե դառնացած ես ուրեմն դուրս արի այստեղից, դուրս այստեղից խնդրում եմ գնա, դուրս գնա, դուրս, գնա այստեղից։ Քո հայրը հատուկ դեպք է որդիս։ Մայրիկ, պապիկն ինչ արել ինձ տնօրինելու համար։ Այդ ինչերը հայրիկն ակնարկում։ Ես չեմ պատրաստվում այստեղ մնալ։ Ես ուզում եմ Սանտիագոյի հետ ապրել։ Ռոզա, ասա թող ինձ Սանտիագոյի տուն տանի։ Ես չեմ ուզում քեզ հետ ապրել, մայրիկ։ Սանտիագո, ուշադրություն մի դարձրու հորդ ասած խենթությունների վրա։ Որդիս, դու սուրբ ես։ Դու միշտ էլ օգնում ես բոլորին, գտնում ես այնպիսի լուծումներ, որը առաջին հայացքից անլուծելի է թվում։ Այո, մայրիկ, իսկ ես անհանգստանում եմ դրա համար, որովհետև դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Չգիտեմ ճիշտ եմ անում, թե ոչ։ Սանտիագո ամեն ինչ Աստծո ձեռքում է։ Նա կատարյալ է այնպես, որ մի փորձիր ինչ-որ բան փոխել, խելքդ մի գցիր իսկ հիմա, գրկիր մայրիկիդ։ Հաջողություն, մայրիկ։ Հաջողություն։ Լուսիա, դու այստեղ ես։ Սանտիագո, ես եկել եմ, որովհետև դու պետք է իմանաս, որ վանականը պատրաստվում է Աուրելոին վնասել։ Այդ ինչպես է։ Նա քեզ ոչինչ չի ասել։ Ոչ, Աուրելիոն ինձ ոչինչ չի ասել։ Լսիր, ես շատ վախեցած եմ, ինչ անենք, ով գիտի ինչ կարող է պատահել, իսկ ես կողքից ոչ ոք չունեմ, որ ինձ պաշտպանի։ Լավ, վերջ։ Լսիր, Սանտի, դու պետք է օգնես ինձ, խնդրում եմ։ Լավ, եղավ, հանգստացիր։ Ոչ, հարցն այն չէ, թե վանական ուրիշ ոչ ոքի չի գտել խաղանելու համար։ Պարզապես նրան հայտնի է, որ ես պարզել եմ, թե ով է նա։ Իսկ ինչու նա միանգամից քեզ վրա հարձակում չի գործում։ Որովհետև նա Աուրելիոին այնքան է ատում, որ թողնում է ինքն իրեն մեռնի։ Ատելով ատում է այս տղային։ Այդ պատճառով էլ նրա զարմիկներն են ներգրավել այս խաղի մեջ, որպեսզի ինձ շփոթության մեջ գցին, բայց որքան շատ են նման բան անում, այնքան շատ եմ համոզվում նրա ինքնության մեջ։ Իսկ ինչպես ես պատրաստվում գործել այդ դեպքում։ Ես այնպես կանեմ, որ նա կարծի, թե ես շփոթված եմ, ինձ հիմա տեղ կդնեմ։ Եվ նա կսկսի մտածել, որ ես սխալ ուղու վրա եմ։ Եվ հենց որ նա իրեն ապահով զգա, Աուրելիոն կբացահայտի նրան ու ցույց կտա բոլորին, թե ով է նա իրականում։ Մեկ այլ հաղորդագրություն վանականից։ Ճիշտ ես, ես տղամարդ եմ, բայց չգիտես, թե ով եմ ես։ Կատա, դու կարող ես այնպես զգալ քեզ, որ իբր ես քո դիմաց կանգնած չեմ։
Ոչ, նույնիսկ եթե 3 կիլոմետր հեռու լինես ու ես էլ լինեմ առանց ակնոցի, իհարկե կճանաչեմ քեզ։ Ուրեմն նա իսկապես Ալեքսանդրան էր, որովհետև հենց որ նա տեսավ ինձ ասաց, որ ես Կատալինան չեմ, այլ Անաստասիան եմ։ Ուրեմն նա դա զգաց, բայց ամեն դեպքում տուր ինձ նրա հասցեն, ես պետք է ամեն ինչ ինքս պարզեմ, որովհետև ով գիտի ինչ կա այս ամենի ետևում։ Մենք պետք է համոզվենք, որ այդ կինն իրոք Ալեքսանդրան է։ Քո ծրագիրը հետաքրքիր է Աուրելիո, բայց առանց ապացույցների դրանք պարզապես մնում են որպես բառեր։ Գտիր ապացույցներ ու զանգիր մեզ։ Այդ ժամանակ մեզ կասես վանականի անունը։ Մենք էլ գործի կանցնենք։ Սարմիկ, ոստիկաններն իրավացի են։ Ես էլ էի նույն բանն ասում։ Առանց ապացույցների Մարդ Հասպանի անունը ոչինչ չի տա։ Դա ուղղակի հիպոթեզ կլինի։ Ես պետք է նրան գործի մեջ բռնեմ։ Ես վանականի պետք է մի տեղ տանեմ, որտեղ նա կարող է մի բան անել։ Մի տեղ, որտեղ նա կարող է սխալ թույլ տալ։ Ես այնպես կանեմ, որ վանականը իմ խաղի կանոններով կսկսի խաղալ։ Այո, որովհետև անթերի հանցագործություն չկա իսկապես։ Այն ժամանակ, երբ ես ոստիկան էի աշխատում, անթերի հանցագործության չեմ հանդիպել եւ կարծում եմ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև միշտ էլ ինչ-որ բան գտնվում է։ Միգուցե ես կարողանամ մի բան գտնել։ Իր ծարմիկների միջոցով։ Իհարկե։ Նրանք չգիտեն, թե ինչպես եւ ում են օգնում։ Իսկ նրանց անտեղեկությունն էլ նշանակում է, որ նրանք համաձայն չեն վանականի խաղի կանոնների հետ։ Հետո ինչ ես պատրաստում անել։ Ես կփորձեմ պարզել, թե զարմիկները որքանով են կապված վանականի հետ։ Ես կհետևեմ նրանց, տեսնեմ ինչ կարող եմ պարզել։ Աուրելյան թակարդն է ընկել։ Կարող եմ փոխարենը կոտրել սիրտը թեզ, ահա եկել է պահը վերցնելու վայելել քեզ։